Սկսելը առաջ պետք է մեկ կարևոր ճշմարտություն հստակ բացատրել բոլորիս։ Այս օրերուն բազմաթիվ հոգևորականներ, այլև բոլոր միապանությունը եւ քաղաքական շահախնդիրներ կփորձեն ասել, թե իբրև կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարցակումը սկսած է Հայաստանի այդ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն սա ճշմարտության խեղաթյուրում է։ Ինչ կփորձեն դակցնել այս հայտարարություններով։ Իրականությունը այն է, որ վարչապետը քննադատած է ոչ թե հավատքը, ոչ թե մեր քրիստոնեական ավանդությունը, ոչ թե Սուրբ Գիրքը կամ մեր սրբությունները, այլ քննադատած է որոշ հոգևորականներու, այդ թիվի մեջ Գարեգին երկրորդի աբորինի կորձելավոճը, գեղդոտ կենցաղը, չարաշահումները, բարոյազուր կաբերը, դիվանագիտական անձնակրով կատարված մութ գործերը, որը քաշվեցավ իրենց մե եւ այդ պատճառով սկսավ բոլոր ադելությունը եւ անոնց ընդմեջ են այդ դիվանագիտական այդ անձնակրերու ընդմեջ են գապված հանցակորձ կյանքը։ Հիմա հարց. ինչու գուզեն անպայման հաստատեն, որ կառավարությունը կհարձակվի եկեղեցու վրա։ Պատասխանը շատ բարձ է, քանի որ ժողովուրդը թեր ունի ագնացանք ու վախ եկեղեցիեն։ Անոնք օգտագործելով այդ հոգևոր գաբը, ցեվականորեն պաշտպանելով ճագերդյալ եկեղեցին, կփորձեն իրենց մաքրել ու դակցնել իրական մեղքը։ Բայց ադիգա եկեղեցի չէ։ Ադիգա չարաշահողներու մաֆիոզ խմբավորումն է, որ կգործե սուրբ անոններու տակ։ Եկեք հստակ ասենք, քրիստոնեությունը վտանգված չէ։